Վաղարշաբաթ արդեն իսկ խոշորացող համայնքի հարգելի հայրենակիցներ, տեղյակ է որ նաև մեծ թվով արցախցիներ կան այստեղ, հարգելի արցախցիներ, ի պատիվ վաղարշաբաթցիների պիտի ասեմ, որ մենք արդեն իսկ հասցրել ենք ֆիքսել, որ վաղարշաբաթցիները շատ ջերմ ընդունելության եւ եղբայրական վերաբերմունքի են արժանացրել ձեզ։ Սիրելի հայրենակիցներ, Վաղարշաբաթ համայնքի ընտրություններին մասնակցող մայր հայաստանցիներ, ինձ համար մեծ պատիվ է միջոցառման մեկնարկային ելույթը ունենալ։ Ուզում եմ առանձնահատուկ շեշտել, որ ինչպես արդեն իսկ նշվեց, մայր Հայաստանը ստեղծվելով միանգամից ներգրավել է ընտրական գործընթացներում մայրաքաղաքում եւ խափանել է ՔՊ-ի մեծամասնություն հավաքելու իդեա ֆիքսը։ Այնուհետ Մայր Հայաստանի անկասելի ընթացքը արձանագրվել է հայրաքաղաք Գյումրիում, որտեղ առաջին հերթին Մայր Հայաստանի ջանքերով Գյումրիում ՔՊ-ն չի վերարտադրվել։ Այժմ Մայր Հայաստանը որդեական խոնարհությամբ եկել է մեր հոգևոր մայրաքաղաք եւ մեր պետության համար, մեր եկեղեցու համար, այս վճռորոշ պահին, այս ճակատագրական պահին իր խոսքը ու իր ասելիքն է առաջարկում Վաղարշաբաթին եւ հարակից գյուղերին։ Քաղաքական գնահատականը կհնչի պարոն Թևանյանի կողմից այլ դրվագների կանդրադառնան իմ գործընկերները, բայց մինչ բուն ասելիքիս անդրադառնալը շատ խորհրդանշական փաստի վրա եմ ուզում կանգ առնել Մայր Հայաստանի Էջմիածնի Վաղարշաբաթի ավարտանու ցուցակը կազմված է Հիսուս Քրիստոսի ապրած տարիների 33-ից եւ այս բերյային հատուկ ոճով բռնաճնշումների ժամանակաշրջանում խիզախելու եւ պատասխանատվություն ստանձնելու համար իդեմս Գրիշա Հարությունյանի ու Դավիթ Մարապետյանի ողջունեք մեր ցուցակի բոլոր ներկայացուցիչներին։ Շնորհակալություն։ Շուրջ 2 տարի է Մայր Հայաստանը Երևան քաղաքի հավաքանիում ներկայացված է բառից բուն իմաստով շենքի հատակի պրոբլեմներից մինչև երկրի քաղաքական ղեկավարության այդ լայն ամպլիտուդով ամենօրյա աշխատանք են կատարում վերհանելով քաղաքին վերաբերող խնդիրները, միևնույն ժամանակ բացահայտելով այն կոռուպցիոն ռիսկերն ու դրսևորումները, որոնցում բառի բուն իմաստով թաթախված է ԿՊԱ-ական եւ հանրապետության այս խայտառակ կոալիցիան։ Ու այդ ճանապարհին չեմ ուզում ձեզ շատ զբաղեցնել, շատ տարբեր դրվագների ենք առաջ հանդիպում, բայց այն աֆյորան, այն կեղծիքը, որ խաղարկեցին եւ քաղաքում կծել-կծվցելով, մի հնարով, խաբեությունով իշխանություն ձևավորեցին, դա էլ է պարբերաբար ճարք տալիս եւ տարբեր դրվագներում տեսնում եք այդ տենդերների հետ կապված, մեկ անձից կատարվող գնումներով, առանց մրցույթների, իրենց այդ փոխկապակցված ֆիրմաները անորակ աշխատանք անելով փող են շինում, ներողություն ես արտահայտությանս համար։ Չգիտեմ, ֆոտոշոփով շենքերը հեռացնում են եւ կեղծիքի, դրսևորումով, քաղաքին նորմերի խախտումով արանքում շենքի թույլտվություն են տալի իրենց այդ աֆիլացված, իրենց այդ կոալիցիոն գործընկերոջ հետ աֆիլացված տարբեր կազմակերպությունների։ Աղբանությունը խայտառակ վիճակում, անձրևի ժամանակ Երևանը ջրատակ է լինում, ծառեր են տնկում, կանաչապատումը կոռուպցիան հետևից է գալիս, տրանսպորտը խայտառակագույն ստվերի մեջ թաքնված, թանկացումներ են անում, կարմիր թանկացումներ են անում, Երևանին շատ կպացեք, Երևանը բոլորիս մայրաքաղաքն է, գալի գնում եք, տեսնում եք, ինչ է կատարվում Երևանում, բայց այդ ցավը, այդ ախտը միայն Երևանին չէ, որ պատել է, այդ չարաբաստիկ կոալիցիան փորձեց Գյումրիում, բայց ի պատիվ գյումրեցիների այդ այսպես կոչված չակերտավոր արևմտամետների այդ խմբակը չհաջողեց, տապալվեց, վստահ եմ նույնը ստեղ ալնելու, համաձայն եք թե չէ։ Ու միայն Երևանում չի այդ ախտը պատել, այդ խմբակի, այդ fake
այլընտրանքային իբրև թե արևմտամետներ են, ուրեմն այդ խմբակի տարբեր կուսակցություններ, որ տարբեր տեղեր թիմերում կոալիցիա են կազմել։ Այդ խառնամբոխից մեկը Արարատում կոալիցիա է ապահովել, որ ԿՊ-ն իշխանություն վերցնի, պարզվել է, չգիտեմ, Գառանմսի ինչ որ կաշառք է վերցել, վերենք քրեական գործ կա։ Թալինում, Վայքում այդ նույն կոալիցիայի ներկայացուցիչները իրենց հետ փոխկապակցված բարեկամների ֆիրմաներից համայնքի հաշվին գնումներ են անում։ Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ այս բախտախնդիրների պաշտոնը փող աշխատելու, միայն փող աշխատելու եւ հայրենասիրական ճառերով մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու, էմոցիա գողանալու, քվե ու հավատ մարդկանց մսխելու այդ բախտախնդիրների, այդ ճամարտակների խմբակի մասին այդ ատիրում ամբողջ պատկերում, որտեղ ԿՊ-ն եւ իր արբանյակները որևիցե համայնքում կարողանում են ինչ-որ կերպ զավթել։ Բայց ես վստահ եմ, որ այս իրադարձությունից հետո նաեւ եւ մթնոլորտի փոփոխության առումով եւ հստակ մարտահրավերները հասկանալու առումով Վաղարշապատցին եւ հարակից գյուղերի բնակիչները վճռական ոչ են ասելու այդ բախտախնդիրներին, այդ հայրենիքը ծախողներին, այդ ամեն գնով աթոռից կարճածներին եւ նոյեմբերի 17-ին նոր արշալույս է բացվելու Մայրաթոռի եւ Մայր Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության վրա։